Եթերում Ազատություն TV-ն է, զրուցելու ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալություն այս առիթի համար։ Մինչ այսպես քաղաքական թեմաներին անդրադառնալը, պարոն Բադալյան, այսօր տեղի ունեցած մի քանի իրադարձություններին անդրադառնանք։ Այսօր կրկին Ժիրայր Սեֆիլյանի դատավարության ընթացքում փաստաբանները դատական կարգադրիչների հետ այսպես զննություն թե խուզարկություն այս բանավեճին կրկին բախվեցին, խնդիրը լուծվեց, փաստաբանների պալատի միջնորդությամբ կարելի է ասել ըստ էության։ Հարցս հետևյալն է. փաստաբաններից շատերը, ովքեր բախվում են այս խնդրին, ասում են, որ իշխանությունների մոտ մտավախություն կա։ Այսինքն անգամ այսպես տեսակետ կա, որ իշխանությունները խուճապի մեջ են, իսկապես վախենալու բան ունեն իշխանությունները, թե սա դատական գործընթացում բնականon գործընթաց է եւ հաշվի առնելով այս քրեական գործը առանձնակի այսպես ուշադրության արժանանում փաստաբանները։ Կարծում եմ որևէ մեկի համար անսպասելի չէր, որ թե Ժիրայր Սեֆիլյանի դատական գործը, թե Սասնա Ծռերի դատական գործընթացը լինելու էր հասարակական մեծ ուշադրության կենտրոնում, ճակերտավոր ասեմ աղմկոտ բավական մեծ ներուժով, կարծում եմ նաև անսպասելի չէր իշխանության համար եւ այդ առումով չեմ կարծում, որ իշխանությունը ունի խուճապի ավելի շատ առիթ, քան օրինակ կարող էր ունենալ այլ դեպքերում, այսինքն սպասելիությունը այս ամեն ինչի բավական մեծ է, եթե չխոսենք նաև այն տարբերակների, այն վարկածների մասին, որ իշխանությունն ինքն է փորձում իրավիճակը սրել, ինչ նպատակներով այստեղ կարող են լինել էլի տարբեր վարկածներ։ Այսինքն, եթե անգամ իշխանությունները այսպես, ինչպես փաստաբաններն են ասում, վախենում են, ապա միանշանակ կարելի ասել փաստաբանների պայուսակի արկայությունից չպետք է որ վախենան, այլ, չգիտեմ, նույն դատավարության ընթացքում կոչերից, հայտարարություններից, եւ հենց այս իմաստով էլ ասում են նաեւ, որ փորձ է արվում դատարանների կողմից հնարավորինս այդ առավել ակտիվ ամբաստանյալներին, այսպես սանկցիաների միջոցով հեռացնել դատական նիստերից, քանի որ նրանք երբեմն դատարանում կոչեր են հնչեցնում, գիտենք նաեւ դատախազությունը վերջերս Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցեց դատական նիստերից մեկի ընթացքում իր արված հայտարարությունների համար, իսկապես այս դատավարությունը լինելով առավել թափանցիկ, այսպես հեռարձակումներով լուսաբանելով կարող է հասարակության մոտ այսպես ակտիվություն առաջացնել եւ ընդվզում բերել։ Հաշվի առնելով Հայաստանում առկա ընդհանրապես սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակը, հոգեբանական իրավիճակը, դրան գումարած իշխանության ներսում բաժանարար գծերը, շահերի բախումները եւ 2018 թվականի այս խնդիրը, իրավիճակը իհարկե կարող է ցանկացած ուղղությամբ դուրս գալ որոշակի վերահսկողությունից։ Այս ռիսկը Հայաստանում առկա է եղել միշտ, այսինքն նույնիսկ հուլիսի իրադարձություններից առաջ, առավել եւս առկա է հիմա, եւ այդ առումով կարծում եմ իշխանության համար կրկնեմ իրադարձությունների այս ընթացքը առնվազն սպասելի կլիներ եւ այս առումով կարծում եմ իշխանությունը բավական ժամանակ կունենար մշակել իր գործողությունները, իր անելիքները։ Ինչքանով կարդարանան այդ գործողությունները, անելիքները, ինչքանով իշխանությունը կլինի որոշակի թելադրողի դերում, թե արձագանքողի դերում, սա արդեն պարզ կլինի ավելի իրադարձությունների հետագա զարգացումից։ Երբ նշվում է, որ այդ ամբաստանյաները որոշակի այսպես չեն ենթարկվել, հա, օրինական պահանջներին կամ դատարանում այսպես ոչ վայել վարքագիծ են ցուցաբերել, դա ինչ որտեղ նաև այսպես իրավական տեսանկյունից կարելի հասկանալ, որ սանկցիայի կիրառվել հեռացնում են, բայց այստեղ դուք էլ նաև ձեր խոսքում նշեցիք, թե բոլորովին այլ տարբերակ, թե ինչպես են դա իրագործում եւ երբ տեսնում են կադրերը, նաև հասարակության շրջանում շատերի մոտ այսպես բարկանում են նրանք, երբ տեսնում են նույն Ժիրայր Սեֆիլյան, ինչպես են ոստիկանները, չգիտեմ, այսպես բռնի ուժով տեղափոխում։ Արդյոք այդ գործողություններով ոստիկանները էլ ավելի այսպես չեն նպաստում, որպեսզի հասարակության մոտ այդ ընդվզումը ավելի այսպես ուժգին լինի։ Արեգ Գյուլյանի դեպքում տեսանք ինչպես հեռացրեցին, ամենայն դեպս մինչ այդ դատական նիստերի դալիճից հեռացնելը բավական այսպես կոպիտ ուժով են հեռացնում։ Իհարկե ցանկացած այդ կարգի գործողություն անկախ գործընթացի բնույթից հասարակության մոտ հակառակ արձագանք առաջացնում է, այսինքն ավելի է սրում տրամադրությունը իշխանության հանդեպ, բայց իհարկե ցանկացած իրավիճակ նաև ունի իր առանձնահատկությունը, իր շրջանակը, այսինքն հանրային ինչ շրջանակի մոտ է այդ տրամադրությունները սրվում եւ արդյոք այդ շրջանակը սահմանափակ չէ գոնե առայժմ։ Այսինքն այս խնդիրները կան եւ այս հարցերը բավական ուսումնասիրել է պետք ավելի ճշգրիտ պատասխան տալու համար, հասկանալու համար, թե որքանով է ռիսկ իշխանության համար այդ ամեն ինչը, որքանով է իշխանությունն այդ ամեն ինչով ինքը իրավիճակը կառավարում, հնարավոր այլ ավելի խոշոր ռիսկեր չեզոքացնում եւ այլն, կարծում եմ այս ամեն ինչը գնահատելու համար առավել ամբողջական պատկեր է պետք, բայց այն որ ցանկացած անիրավություն, անկախ նրանից դա գործադրվում է
քաղաքական նպատակներով ինչ որ գործընթացներում, թե ընդհանրապես որևէ այլ ոչ քաղաքական երևույթում, ցանկացած անիրավություն եւ ուժի անհամարժեք անհամաչափ կիրառում իհարկե ինքնին բացասական է եւ բնականաբար առաջացնում է։ Հիշում ենք Էլեկտրիկ Երևանի դեպքում, երբ ոստիկաններն առաջին օրը ցրեցին ցույցը, հենց այդ ոստիկանների գործողությունները, բռնի այդ գործողությունները կարելի ասել ըստ պատճառ դարձան, որպեսզի հաջորդ օրը ավելի այսպես բազմամարդ հավաք տեղ ունենա եւ այդ բազմամարդ հավաքի մեջ տարբեր խավի մարդիկ են, այսինքն հենց բուն ոստիկանների գործողությունների արդյունքում ըստ էության այդ ժամանակ նույնպես տեղի ունեցավ, դրա համար է հարցնում հնարավոր է այս գործողություններով կրկին, ինչպես դուք ասացիք, մենք նույն Էլեկտրիկ Երևանի դեպքում տեսանք, որ հետո 2 շաբաթների ընթացքում, բացի հասարակությունից, որ հարցեր լուծեց, մենք տեսանք, որ նաեւ շատ հարցեր լուծեց իշխանությունը, այդ թվում նույնիսկ արտաքին քաղաքական հարցեր, եւ հենց այդ առումով նաեւ ասում եմ, որ ժամանակը եւ իրադարձությունների զարգացումը ավելի պարզորոշ կդարձնի, այստեղ ավելի մեծ ռիսկեր կառավարելու խնդիր կա, իշխանությունը թելադրող դերում է, թե իշխանությունը ընդհանրապես արձագանքող, պաշտպանվող դերում է։ Անդրադառնանք քաղաքական թեմաներին, երեք նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ծրագրի հաստատումից հետո առաջին անգամ այցելեց գործադիր մարմնին եւ ըստ էության բացեց այդ գործադիր մարմնի նիստը, ելույթով հանդես եկավ։ Իր խոսքում նա նշեց, որ այս ծրագրի հաստատմամբ կառավարությունը նոր շրջափուլ է մտնում եւ այս շրջափուլը պետք է անցնել հնարավորինս անցնցում։ Հասկանալի է, որ Սահմանադրությամբ մինչ այս պահը ամեն դեպս կառավարությանը հիմնականում տնտեսական քաղաքականության գործառույթն է դրված եւ կարելի ասել, որ այդ ցնցումները տնտեսության մասով էր Սերժ Սարգսյանը նկատում, թե ընդհանուր կամ ինչից էր զգուշանում իշխանությունը, ամենայն դեպս իր խոսքում նա չմանրամասնեց, չբացահայտեց, թե հատկապես ինչից պետք է կառավարությունը զգուշանա։ Իհարկե նաև տնտեսության մասով ցնցումների մասն է խոսքը, բայց կարծում եմ ոչ միայն տնտեսության եւ այդ վտանգը անցնցում անցկացնելու անհրաժեշտությունը եւ այդ ամեն ինչը կանխարգելելու վտանգը իշխանության համար ընդհանրապես առկա է, ելնելով ստեղծված իրավիճակի առանձնահատկությունից, այսինքն կառավարման մոդելի անցում, դրան զուգահեռ նաև ակնհայտորեն իշխանության մեջ ստատուս քվոյի փոփոխություն, այսինքն դա անխուսափելի է այդ փոփոխությունը։ Ինչ ենք մենք ստանում նախագահի կենտրոնացված իշխանության տակ ձևավորված բուրգի փոխարեն, մենք հիմա ստանում ենք առնվազն բազմակենտրոն իշխանություն, այսինքն որոշակի ավելի իշխանություն է ստանում պաշտպանության նախարարը, անվտանգության խորհուրդն է ստանում նոր լիազորություններ որոշում կայացնելու եւ դառնում է իշխանության Ընդհանրապես նոր կառավարման մոդելում, այսինքն այս պահին իսկապես կարելի ասել որոշակիորեն այսպես երկբևեռ է։ Խորհրդանական կառավարման մոդելը արդեն երկբևեռ է եւ դե ֆակտո երկբևեռ է, բայց մոդելի փոփոխությունը արդեն բազմաբևեռ իշխանություն է դարձնում։ Եվ այս իրավիճակում, քանի որ Հայաստանում էլ իշխող բուրգը սովոր է այսպես հորիզոնական հարաբերությունների, այսինքն ուղղահայաց ներողություն հարաբերությունների, երբ ամեն ինչ հստակ է, կանոններն են հստակ, հեռանկարներն են հստակ, այս անորոշ իրավիճակը կարող է առաջացնել իհարկե նաև վարքագծի որոշակի անկանխատեսելիություն իշխանության տարբեր խմբերի մոտ եւ Սերժ Սարգսյանի խոսքում այդ անցնցում անցկացնելու անհրաժեշտությունը ես կարծում եմ նաև վերաբերվում է այս ամենին։ Այսինքն ըստ այս ցնցումները անցնցում անցկացնելը նկատի ունի նաև այդ կառավարման համակարգի փոփոխության, հա, այդ մասում ցնցումներ Իշխանության տարբեր խմբերի մոտ իրավիճակը հնարավորինս հասկանալի պահելու եւ դրանով իսկ անկառավարելի եւ անվերահսկելի զարգացումներ թույլ չտալու առումով, որովհետեւ շատ հավանական են տարբեր թևերի միջև սաբոտաժային դրսևորումներ եւ այլն, այս ամեն ինչը, քանի որ չկա խաղի կանոնների հասկանալիություն, իշխանության վարքագիծը տարբեր խմբերի կարող է իսկապես լինել անկանխատեսելի եւ այստեղ իսկապես ցնցումների ռիսկը շատ ավելի մեծանում է ցանկացած անցումային փուլում, առավել եւս մի անցումային փուլում մի համակարգում, որը սահմանադրական եւ օրենսդրական մեխանիզմներով չէ կարգավորվում, այլ ներքին պայմանավորվածություններով։ Քանի որ դուք եք ասում, որ հիմնականում ուղղահայաց է, հա, այդ ուղղահայաց գործոնն է ազդում այստեղ, ինչ է կարծում, այդ դեպքում կլինեն ցնցումներ, եթե, չգիտեմ, նույն նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես ընդդիմադիրներից շատերն են ասում, ի վերջո 18 թվականի ապրիլից հետո դառնալու է վարչապետ, այսինքն այս փոխատեղման արդյունքում ցնցումներ կարելի է սպասել։ Ես ավելի հավանական, եթե խոսենք ցնցումներից, այսինքն ֆորս մաժորներից, ավելի հավանական եմ համարում կառավարելի ցնցումներ, այսինքն ըստ անհրաժեշտության առաջացումները նման ֆորս մաժորային իրավիճակների, եթե խոսենք հավանականությունից, ինքնաբուխ, այսպես ասեմ, ֆորս մաժորների հավանականությունը համարում եմ քիչ։ Պարոն Բադալյան, ձեզ համար երեկվա ելույթից հայտնի դարձավ նախագահ Սերժ Սարգսյանի դերակատարությունը, նրա տեղը 2018 թվականի ապրիլից հետո։
Առնվազն մի կարգավիճակ կարծում եմ ակնառու է, դա նվազագույնն է, որ կլինի, դա հանրապետական կուսակցության նախագահի կարգավիճակում իշխանության այդ բազմաբևեռ եւ տարբեր հակակշիռներով օժտված իշխանության ամբողջական կառավարումն է կուսակցական մեխանիզմով, այսինքն կան տարբեր թևեր իշխանության մեջ չկա ընդգծված որոշում կայացնող կենտրոն, եւ այս ամեն ինչը ի վերջո հավաքվելու է իշխող կուսակցության, այսպես ասած, պոլիտբյուրոյում, որտեղ կայացվելու են որոշումներ արդեն կուսակցական հիերարխիայից ելնելով, եւ այստեղ գագաթին Սերժ Սարգսյանն է։ Առնվազն այս տարբերակը կարծում եմ նվազագույնն է, որ կլինի 2018-ից հետո։ Այսինքն նա կմնա միայն կուսակցության նախագահ, առանց Սա նվազագույնը կլինի, այսինքն եթե Սերժ Սարգսյանը ունի վարչապետ մնալու կամ որևէ այլ պաշտոնով մնալու ցանկություն, ծրագիր, որը չհաջողվի իրականացնել, գոնե այս կուսակցության նախագահի կարգավիճակով տարբերակը կարծում եմ դա նվազագույնն է, որ կստացվի։ Բայց այդ տարբերակում տեսեք, պարոն Բադալյան, որքանով երաշխավորված, որովհետև կուսակցության նախագահ լինելով, ամեն դեպքում չունենալով, չգիտեմ, վարչապետի պաշտոն, նախագահի կամ ազգային ժողովի նախագահի պաշտոն, չի կարող ինչ-որ պահի իրավիճակը դուրս գալ իր վերահսկողության։ Իհարկե, սա երկարաժամկետ իշխանություն։ Ընդդիմության դաշտում ունեցել ենք նման դեպքեր, երբ հայտնի Ժառանգության կուսակցության մասով Ռաֆի Հովհաննիսյանը կուսակցության նախագահ էր, բայց ինչպես շատերն էին ասում, նա չէր կարողանում ըստ էության իր բոլոր անդամների, այսպես կամքը թելադրել կամ չգիտեմ նրա ձայնը անգամ լսելի դարձնել եւ այս պարագայում եթե անգամ Սերժ Սարգսյանը դառնա հանրապետական կուսակցության նախագահ, բայց չլինի պաշտոնում, նա կարող է իսկապես ամբողջությամբ վերահսկել քաղաքական դաշտում։ Կարճաժամկետ առումով կամ միջնաժամկետ առումով մեծ հավանականությամբ, բայց երկարաժամկետ ազդեցություն այդ մեխանիզմը Հայաստանի պարագայում թույլ չի տա։ Ներեցեք, որտեղ եթե ինչ որ մի պահի ասենք վարչապետը կամ չգիտեմ որևէ մի պաշտոնյա, падգամավոր սկսի չենթարկվել կուսակցության այդ տվյալ դեպքում նախագահի, չգիտեմ, ասացին, ինչ կարող են անել։ Իհարկե այդ հարցը կա, բայց կարծում եմ խնդիրը ոչ այնքան չընթարկվելն է ինչ-որ մեկի, այլ պարզապես դե յուրե իշխանությունը, հատկապես Հայաստանի պարագայում, որը շատ փոքր ռեսուրսներ ունի եւ բոլոր առումներով շատ մեծ կախվածություն ունի արտաքին գործոններից։ Իսկ արտաքին գործոնների հետ հարաբերվելու է հենց դե յուրե պաշտոնյան, դե յուրե իշխանության կրողը։ Այս հանգամանքը ժամանակի ընթացքում անկասկած բերելու է նաև ազդեցության դե ֆակտո ուժերի հարաբերակցության վրա եւ այդ առումով եմ նշում, որ Հայաստանը այն ռեսուրսները չունի, որպիսի երկարատև գենսեկի իշխանություն հաստատվի։ Դա հաշվի առնելով եք ասում, որ սա ամենանվազ տարբերակն է, որը։ Չէ, նկատի ունեմ սա նվազագույնն է, որ Սերժ Սարգսյանին կհաջողվի իշխանությունը կարճաժամկետ կամ գոնե միջնաժամկետ առումով ազդեցությունը։ Դա այն տարբերակն է, եթե նա որևէ պաշտոն չվերցնի, միևնույնն է նա կուսակցության նախագահ։ Այո, այսինքն դա նվազագույնը ապահովված է, նկատի ունենալով նաև այն, որ դե յուրե իշխանության համակարգը բաժանված է մի քանի կենտրոնների, այսինքն առաջին դեմքը վարչապետն է, բայց կա խորհրդարանական մեծամասնություն, կրկնում եմ, կա անվտանգության խորհուրդ, որը արդեն ունենալու է որոշումներ կայացնելու իրավասություն, կա պաշտպանության նախարար, հաստատի, որը մեծ ազդեցություն ունի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի բացակայության պայմաններում, երբ խոսում ենք Որտեղ մեր քաղաքական պատմության ընթացքում ունեցել ենք նման դեպքեր, հիշում ենք 90-ականներին, երբ մեկ գիշերվա ընթացքում, այսպես որոշ падգամավորներ կուսակցափոխության ենթարկվեցին, ընդդիմացան այդ ժամանակ գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին եւ տվյալ դեպքում, այսինքն եթե նախագահ Սերժ Սարգսյանը այդ ժամանակ միայն կուսակցության նախագահի պաշտոն լինի, հնարավոր չէ արդյոք, չգիտեմ, որևէ այլ բևեռի շուրջ համախմբում։ Ես կարծում եմ խորհրդարանական կառավարման մոդելի ներդրումը հենց չեզոքացրեց նման այդ մեկ գիշերային նավակից նավակ տեղափոխվելու տարբերակը։ Այո, ես կարծում եմ այդ հանգամանքը զգալիորեն չեզոքացվեց, այսինքն եթե չկա ուժեղ կենտրոն նախագահական իշխանություն եւ իշխանությունը փաստացի արդեն այն падգամավորներին է պատկանում, որոնք պետք է առնետավազք անեն, այսպես ասած, եւ այստեղ մոտիվացիան առնետավազքի, այսինքն ինքդ քո իշխանությունից չես կարող հրաժարվել, գոնե դե յուրե համակարգը բերվում է այս վիճակին։ Եվ ինչքան էլ դե ֆակտո իներցիան կարող է մնալ դեռևս նախկինին, այսինքն ընկալեն մեկին որպես բուրգի գագաթ։ Միևնույնն է իրավիճակը դե յուրե իրավիճակը ժամանակի ընթացքում նաև իր ազդեցությունն է թողնելու արդեն մտածողության վրա իշխանական տարբեր խմբերի։ Եվ դրա համար եմ ասում, որ երկարաժամկետ հեռանկարում գենսեկի տարբերակը Հայաստանում շատ քիչ հավանական աշխատող է։ Այսինքն ըստ ձեզ ամենայն հավանականությամբ հնարավոր տարբերակ է, որ
այդուհանդերձ վարչապետի պաշտոնում տեսնեմ։ Ես կարծում եմ Սերժ Սարգսյանը առնվազն դիտարկում է այդ տարբերակը, այսպես նվազագույն ասեմ, առնվազն դիտարկում է, բայց այստեղ կարծում եմ կան խնդիրներ թե ֆինանսական առումով եւ թե նաեւ արտաքին ուժային կենտրոնների մոտ այդ տարբերակը լեգիտիմության արժանացնելու առումով։ Օրինակ ես կարծում եմ նաեւ այդ խնդիրն է Հայաստան-Եվրամիության հարաբերության օրակարգում, ոչ իհարկե պաշտոնական օրակարգում։ Ես կարծում եմ արտաքին կենտրոնների համար այդ տարբերակը լեգիտիմ չէ, քանի որ գոնե ֆորմալ առումով անձերի փոփոխությունը դիտվում է շատ կարևոր, այսպես նվազագույն ժողովրդավարական, նվազագույն մրցակցային ինչ-որ մակարդակ պահելու համար, որքան էլ որ գիտակցում են, որ դե ֆակտո կարող է իշխանությունը մնալ ՀՀԿ նախագահի ձեռքում։ Պարոն Բադալյան, բայց այդ նույն արտաքին, այսպես դերակատարները շատ ժամանակ ասում են, որ մեզ համար ոչ այնքան կարևոր է, թե ինչպես դա տեղի ունեցավ, մեզ համար առավել կարևոր է, թե ինչպես դա ընդունում է հասարակությունը։ Եվ այս դեպքում, եթե անգամ նման փոխատեղում լինի եւ հասարակությունը, քաղաքական ուժերը չընդվզեն դրան, ինչու պետք է այդ արտաքին դերակատարները խառնվեն եւ հետո էլ արժանանան իշխող հանրապետական կուսակցության որոշ պատգամավորների քննադատության։ Չէ, այսինքն որևէ մեկը Սերժ Սարգսյանին չի արգելելու, որևէ մեկը չի գալու հանրության փոխարեն այստեղ արգելի նրան վարչապետ դառնալ կամ այլ։ Խնդիրը լեգիտիմությունն է, այսինքն ինչպես կընկալեն, որովհետեւ Սերժ Սարգսյանը ինքը շատ քաջածանոթ լինելով թե միջազգային հարաբերություններին եւ թե տարբեր խնդիրներին, ինքը հասկանում է, որ թե ինչ խնդիրներ կարող են լինել, եթե իր մնալը վարչապետի պաշտոնում լեգիտիմ չընկալվի ուժային կարևոր կենտրոններում եւ կարծում եմ ինքը չի գնա այդ ռիսկին, եթե չլուծի այդ լեգիտիմության խնդիրը։ Խոսքը այս մասին է, ոչ թե այն մասին, որ չգիտեմ Եվրոպան, Նահանգները կամ Ռուսաստանը այստեղ փորձելու են լուծել հարց սա վարչապետն է, սա վարչապետը չէ։ Պարոն Բադալյան, իշխող հանրապետականի ներկայացուցիչները այս խոսակցությունը կեղծ օրակարգ որակեցին եւ տեսեք, երբ սահմանադրական փոփոխություններն էին տեղ ունենում, հենց նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ ըստ էության նա այլևս չի հավակնելու տվյալ կառավարման համակարգում, նա այն ժամանակ դեռ ասում էր, եթե ընտրվի այս մոդելը, ընտրվեց այս մոդելը, չի լինի նաեւ վարչապետ։ Այդ դեպքում, եթե նա հայտարարություն արել է նման հրապարակային, ինչու են իսկապես քննարկում բոլորը, այստեղ ինտրիգներ։ Որովհետեւ հետո նա առնվազն մի քանի անգամ չի հաստատել իր հայտարարությունը, երբ նրան բավական ուղղակի տրվել է հարցը, որ արդյոք վերահաստատում է իր հայտարարությունը։ 2015-ի դեկտեմբերին նա ասեց, որ ամեն ինչ կախված է ընտրությանը ՀՀԿ-ի արդյունքից, հետո Ալ Ջազիրային կարծեմ հարցազրույցում դերակատարությունը անվտանգության ոլորտում եմ տեսնում։ Դա արդեն մարտին, երբ որ նախընտրական շրջաններ, մինչ այդ նա երկու անգամ վարչապետ որպես վարչապետ շարունակելու եւ ընդհանրապես քաղաքական ծրագրերի հարցը նա թողել է ընտրության արդյունքին։ Այսինքն Սերժ Սարգսյանը երկու անգամ ուներ հնարավորություն վերհաստատել իր 2014-ի հայտարարությունը եւ երկու անգամ չի արել այդ հնարավորությունը, ինչը նվազագույն հիմքն է եզրակացնելու, որ խնդիր իսկապես կա եւ դիտարկվում է նրա որպես վարչապետ շարունակելու տարբերակը։ Այսինքն այս հարցում փակագծեր կան։ Անշուշտ դրանք եւ կեղծորակարգ չէ։ Այսինքն երբ մարդուն բավական ուղիղ հարցնում են ուժի մեջ է արդյոք ձեր հայտարարությունը, որ չեք լինի նաեւ վարչապետ, եւ նա չի պատասխանում այո ուժի մեջ է, այլ ասում է ամեն ինչ կախված է ընտրության արդյունքից, դա նշանակում է ինքն է ստեղծում նախադրյալ խոսել այն մասին, որ վարչապետության տարբերակը սցենարներից մեկն է։ Երեք նաև լրագրողներով փորձեցինք, երբ նա կառավարության նիստերից դուրս էր գալիս, հարցրեցինք, պատասխանեց, որ վերևում խոսում էի, չլսեցիք, այսինքն։ Դարձյալ բազմիմաստ պատասխան է, որովհետև վերևում գործնականում չէր խոսվում ուղղակիորեն վարչապետ լինել, չլինելու եւ այլնի մասին, վերևում բազմաթիվ տողատակներում Սերժ Սարգսյանը շոշափում էր հենց իշխանության խնդիրը, ցույց էր տալիս, թե ինչ դիապազոն ունի ինքը գործելու, այսինքն ոչ միայն կենտրոնական իշխանության մարմիններ, գործադիր, օրենսդիր, այլ նաև թիմ համակարգը մատնանշեց, նույնիսկ քաղաքական այլ ուժերի գործընկերության հնարավորություն, այսինքն Սարգսյանը ցույց էր տալիս, որ կառավարությունն իհարկե ձևավորված է եւ կարող է շարունակվել, բայց լայն դիապազոնով իրավիճակի ազդեցությունը առավելապես գտնվում է գոնե առայժմ գտնվում է իր ձեռքում եւ ի վերջո ամենախոսուն ակնարկը վարչապետին, երբ խոսք գնաց հեշտ չլինելու մասին ճանապարհը, անգամ այդտեղ հակադարձեց կարելի ասել ինչ-որ։ Եթե հեշտ լիներ, ամեն ինչ ավելի շուտ արած բրծած էինք, այսինքն այս խոսուն ակնարկը գործնականում ամեն ինչ ասեց մինչ այդ ասվածից հետո։ Պարոն Բադալյան, այս գաղտնիությունը որոշակի, սա հատուկ մարտավարություն է, սա ընդունված տարբերակ է, ընդհանրապես նաև այլ երկրների համար, թե պարզապես նախագահ Սերժ Սարգսյանը ինքն էլ չգիտի կլինի թե ոչ։
Ես կարծում եմ, այստեղ մի քանի պատճառներ կան անորոշության կամ գաղտնիության։ Նախ Սերժ Սարգսյանի ոճը կարծես թե տասնամյա գործունեության նաև ցույց տվեց, որ նա մեղմ ասած այդքան էլ չի նախընտրում վաղօրոք կիսել իր ծրագրերը նույնիսկ իր կուսակիցների հետ, եւ նրա շատ որոշումներ եղել են անակնկալ ոչ միայն հասարակության, այլ նաև հենց հանրապետական կուսակցության։ Այո, եղել են դեպքեր, երբ հերքել են եւ կես ժամ հետո այո, շատ դեպքերում հանրապետականները նույնիսկ բարձրագույն, այսպես ասած, հանրապետականները խոսել են մի տեսակետով եւ հետո Սերժ Սարգսյանը կայացրել է բոլորովին այլ որոշում եւ Սարգսյանի հրաժարականի մասին եղավ։ Շատ են այս օրինակները, այո, այսինքն Սերժ Սարգսյանը նույնիսկ իր կուսակիցներից է գաղտնի պահել իր որոշումները եւ ծրագրերը։ Մյուսը այն է, որ օբյեկտիվորեն, եթե դիտարկենք իշխանության խնդիրը, Սերժ Սարգսյանը չի կարող հենց այնպես կայացնել որոշում, որևէ մեկին փոխանցել իշխանությունը, եթե խնդիրը փոխանցելու մասին է, որովհետեւ Հայաստանում սահմանադրական մեխանիզմների բացակայությունը ենթադրում է շատ ավելի հուսալի ներքին մեխանիզմներ, թե ում է փոխանցվում իշխանությունը։ Այդ իշխանություն կրողը, որը վերցնելու է, ինքը ունակ է լինելու կառավարել, տանել, այսպես ասած, այդ իշխանությունը, որովհետև բոլոր այդ ամբողջ համակարգի պատասխանատվությունն է լինելու տվյալ անձի վրա եւ այստեղ զուտ ցանկությամբ, որ այսինչ մարդուն տանք ինքը շատ լավն է նախընտրելի է, հարցը իհարկե չի կարող լուծվել եւ նաեւ Սերժ Սարգսյանի անորոշ պահելու հանգամանքը կարող է պայմանավորված լինել հենց սրանով։ Եվ իհարկե կարծում եմ ոչ պակաս նշանակություն ունի այն, որ Հայաստանում, ինչպես նշեցի, բավական մեծ է արտաքին իրադարձությունների ազդեցությունը, թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով, եւ այստեղ շատ բան իհարկե կախված է հնարավորի եւ անհնարի առումով, շատ բան կախված է, թե ինչպիսի միջազգային իրավիճակ կլինի, եւ այս առումով անկասկած է, որ այդ հարթությունը էլ շատ բաներ իհարկե հայտնի չեն Սերժ Սարգսյանին։ Ամփոփելով այս թեման, երեք նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից ավելի շատ տպավորություն կարող ենք ստանալ, որ նա այդուհանդերձ ակտիվ քաղաքականության մեջ է պատրաստվում մնալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապագայի մասին խոսելիս նա հիմնականում գրավորական էր խոսում, թե սա բնորոշ է այն հանգամանքին, որ վերջ-վերջո նա է գլխավորում հանրապետական կուսակցությունը, որը իշխող ուժն է, նա մասնավորապես ասում էր, որ պատրաստ ենք համագործակցել բոլոր կառուցողական դաշտում գործող քաղաքական ուժերի հետ, դա ավելի այսպես ոչ մոտ ապագայի մասին է, ամենայն դեպս այնտեղ նաև ծրագրերի մասին էր խոսում եւ հիմնականում ասում էր պետք է հասցնենք, պետք է անենք, այսինքն ոչ թե կառավարության ղեկավարին էր ասում պետք է հասցնենք, պետք է անենք, այլ ինչպես ասացի նաև այդ գործում իրեն էր տեսնում, կարելի է այսինքն ենթադրել, որ իսկապես ես կարծում եմ առնվազն էլի ասեմ կարճաժամկետ եւ միջնաժամկետ առումով առնվազն այո, եւ այստեղ կարծում եմ խնդիրը միայն իր ցանկությունը չէ, խնդիրը նաև անհրաժեշտությունն է։ Պետք է իշխանությունը փոխանցվի հուսալի մեկին, ուժեղ մեկին, որը կկարողանա կրել այդ իշխանությունը։ Դա չկա, օրինակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանից փոխանցվեց իշխանությունը, կային ուժեղ մարդիկ, որոնք վերցրեցին այդ իշխանությունը։ Ռոբերտ Քոչյանի դեպքում կար Սերժ Սարգսյանը, որը վերցրեց այդ իշխանությունը։ Սերժ Սարգսյանի դեպքում նա գործնականում չի թողել իշխանության մեջ այն ուժեղ մարդը, որին հնարավոր է փոխանցել իշխանությունը, ստիպված կամ ցանկությամբ չի թողել այդ մարդուն։ Եվ հիմա Սերժ Սարգսյանը ինքն էլ կանգնել է որոշակի խնդրի առաջ, այսինքն մի կողմից եթե չի կարողանում իշխանությունը երկար պահել, պետք է ինչ-որ մեկին փոխանցի, մյուս կողմից չկա իսկապես այդ հուսալի հենարանը, հուսալի մարդը, որ ինքը փոխանցի իշխանությունը։ Եվ այստեղ խնդիրները իսկապես գալիորեն օբյեկտիվ են եւ իսկ այն, որ ինքը ծրագրում է մնալ, կարծում եմ ինքը բացահայտ խոսեց նաեւ արդեն այդ մարտի 25-ին անվտանգության թեմայով հայտարարեց։ Այսինքն Կարեն Կարապետյանը այդ ուժեղ անձնավորությունը չէ։ Ես կարծում եմ դեռևս առնվազն առայժմ նա այն անձնավորությունը չէ, որ կարող է ամբողջական պատասխանատվություն վերցնել իշխանության համար։ Եվ շատ կարճ անդրադառնանք նաև արտախորհրդարանական ուժերին, մասնավորապես Ժառանգություն կուսակցությունը հայտարարում է, որ Թավշյա իշխանապողություն է պատրաստվում անել, դրա պատճառ ըստ Ռաֆի Հովհաննիսյանի կարող է լինել 2018 թվականի ապրիլը, երբ հենց արդեն հայտնի կդառնա Սերժ Սարգսյանը գնում է, թե մնում է։ Արտախորհրդարանական ուժերն ընդհանրապես կարող են որևիցե բան անել, հաշվի առնելով այս վերջին ընտրությունները, հաշվի առնելով նաև, ինչպես շատ փորձագետներ են նշում, արդեն հասարակության շրջանում խորը հիասթափություն կա։ Տեսականում կարող են անել, տեսականում ցանկացած ուժ կարող է ինչ-որ բան անել, գործնականում ոչ, եւ այդ գործնականում հնարավոր չլինելու վկայությունը հենց այն է, որ
կրկին խոսք է գնում Թավշյա իշխանափոխության, կրկին օրակարգում ընդդիմության միասնական ինչ-որ ուժ ձևավորելու հարցն է, փողոցային պայքարի հարցը, այսինքն մենք կարող ենք հիշել, թե 2 տասնամյակի ընթացքում քանի անգամ ենք այս ամեն ինչը լսել տարբեր ուժերից, այդ թվում նաև նույն մարդկանցից նաև։ Եվ այս իմաստով իհարկե շատ ողջունելի է այն համառությունը, հետևողականությունը, որով տարբեր գործիչներ ցանկանում են շարունակում են պայքարել իշխող համակարգի դեմ, փոփոխության դեմ, բայց եթե չեն փոխվում մեթոդները պայքարի, պատկերացումները պայքարի եւ անընդհատ կրկնվում են բաներ, որոնք գործնականում իրենց անարդյունավետությունը եւ անիրականանալիությունը ցույց են տվել տարբեր դրսևորումներով եւ դրվագներով, սա վկայում է, որ գործնական արդյունավետության հարցում կան լուրջ խնդիրներ եւ կլինեն այդ խնդիրները։ Շնորհակալություն, պարոն Բադալյան, հիշեցնեմ, մենք զրուցում էինք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։